Բան այս պայմանությամբ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են հիմք նաև հանդիսանում, որ ԱՄՆ պետք է Ինչ հայտարարություն։ Հայաստանը կոչում Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա Դե մենք էլ ենք, չէ՞, մեր կողմից։ Դե մենք էլ ենք, չէ՞, տարածքային պահանջման անում, չէ՞, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ որ հայտարարություններ են անում, մենք էդի չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Ոչ թե ինչ։ Նկատում եք արցախցիներին, որոնք ասում են, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկարում եք, նկատում եք այն մյուսը, հաջան։ Համեմատությունը տեղին էր կանցնում։ Իհարկե տեղին է, բայց այդ մարդը, այսինքն տարածքում եղել է Արևմտյան Ադրբեջանում։ Իրենք Դե բայց ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո չի եղել, ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին։ Հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է։ Իմ ասածը դա է։ Այո, բայց ես դուք նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են կամ այլ ձևի են, իրանք էլ այդ ձևով են պատասխանում։ Իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի կամ բան, ես ասում ինչի է ինքը դա անում, ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Այո, ինքը տենց է։ Մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էր այդ Ադրբեջանի, Արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ էր դա։ Ախր դուք ամեն ինչ փոխեցիք։ Ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է ու մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան։ Այսքան բան։ Արևմտյան Ադրբեջանի խոսքը դեռ որ ժամանակներից կերակրվել եւ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Աստղիկ ջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ոնց է հակասում, ինձ կասեք։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Բայց հիմա Աստղիկ ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում ինքը խիա դա անում, ու տենց է անելու։ Մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնց է, պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարևոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ ենք անում եւ ծիրան ենք աճացնում, իրանք ծառերի վրա են։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան։ Սխալ բան եք անում։ Սխալ բան է, հասկացեք, Աստղիկ ջան, եթե քեզ բան ունեմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք։ Սխալ բան եք անում։ Հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում։ Ես դες բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծու կողմից, Մաշտոցի կողմից գրված արած սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Ու դա ընկալեք։ Մերը չի, որ Այդ մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում։ Ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում մի արեք այդ հայտը, ես ասում եմ մի զարմացեք։ Պատճառը սա է։ Բայց ինչ եք արձագանքում։ Բայց ես հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Արևն ասում է, որ պետք է 300000 ադրբեջանցիներ գան ապրելու Արևմտյան Ադրբեջանում, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա
ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջնում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում, այսինքն ես նոր բան եմ ասում։ Չէ, բայց Ղարաբաղցիները Սպանեմ։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, Մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետքա մի օր լավ կլինի որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում։ Ոչ եկեք այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան բասենք։ Ես հասկանամ արևմտյան ադրբեջանցիները։ Չկա, չի եղել ու չի կարող լինել։ Մոռացեք այդ։ Գալը Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրի խաղաղությամբ Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայդրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսքն եք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք գրեք Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսել են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ, լավ ասես։ Ինչու՞ ոչ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կարող է, մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնենք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր է եղել, շրջափակման ժամանակ անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել։ Վերջացեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան են, պատ են կառուցելու, իրար բարև չտան։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ, թող նիստը վարի մեկն ու մեկը։ Մարդ չկա, գնամ նիստ վարեմ, ինչ անեմ։ Ես վերադառնում եմ Բաքու, հրավիրում եմ բոլորին։ Մի կռվեք։ Մի պատգամավոր։ Մեր քաղաքացիական եւ